Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 10-ի համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 10-ին։ Ինչ-որ մի բան է գնալու այս օրը ձեզանից նորին տեղ բացելու համար։ Ինչ-որ մարդ է կամ ինչ-որ բան է գնում ձեզանից, այն որ արդեն լցվել է, դարն ապրել է։ Այդ օրը շատ ճանապարհներին կլինեք, այս այն կողմ կգնաք, երկար ճանապարհ կգնաք։ Ձեր գործերը կփորձեք առաջ մղել, այն գործերը, որոնք մնացել էին միգուցե նախորդ օրը շատ եք զբաղված եւ չեք արել այդ գործերը, ինչ-որ մարդկանց եք սպասում, որ գան նաեւ ձեր տուն, եւ այդ օրը շփում կունենաք կամ հանդիպում, ոչ այդ կնոջ հետ, տեսնենք ով է, ոմանց համար սա սիրային թեմա է, այստեղ ռոմանտիկ ժամադրություն եւ այլն, ոմանց համար սա անակնկալ է, միգուցե անակնկալ գալիս է այդ կինը, անակնկալ է անում ձեզ համար նվերներ, միգուցե դուք եք նվերներ անում կամ ինքն է նվերներ անում ձեզ, այնպես ինչ-որ կում դուք եք պատրաստել անակնկալ այդ կնոջը։ Ուրախ բայր են, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 10-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք։ Տարբեր տարիքային տղամարդիկ են եկել, հանդիպում շփում կունենաք, տեսնենք, հերթով գնայինք։ Այստեղ մեկը մեծ է տարիքով, տեսնենք ով է։ Տան անդամ է, միգուցե ձեր հայրն է, ձեր եղբայրն է մեծ։ Եվ մյուսը տեսնենք ով է, մյուս տղան։ Իրար հետ սովորել եք, կողը նաև գաղտնիք է բացահայտում ձեզ համար, սիրո խոստովանություն անում, կամ ինչ-որ բան եք իմանում այդ տղայի հետ կապված, կամ իմանում եք, որ ուզում է սովորի, օրինակ, քննություններ պետք է հանձնի, կամ ինչ-որ մեկն է, ում իրար հետ սովորել եք եւ այդպես կարող եք հանդիպել եւ խոսել իրար հետ։ Եվ ինչ-որ մի բանի կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է սա։ Դե այստեղ կարող է գաղտնիք է բացահայտվում ավելի շատ եւ մարդը իր տրամադրությունն է գցում կամ չեք կարողանում սովորել, եթե սովորում եք։ Դա է, ինչ-որ պահեր են, որ ոնց որ մարդը չի կարողանում կենտրոնանա։ Խնդիրներ կան, ուսման հետ կապված խնդիրներ կան, այդտեղ մանր խնդիր է այդ գաղտնիքը բացահայտվում է, ինչ-որ մանր խնդիր է ձեզ համար դա։ Մանր-մուներ խնդիրներ է ստեղծում անգամ այդ գաղտնիքը, որը իմանում եք։ Դե ոնց որ ավելի շատ տրամադրությունն են կնում։ Եվ փաստաթղթերին ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 10-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Եվ այստեղ չի կարող է դժվարանում է սովորել, կարող ձեր աղջիկն է դժվարանում է սովորել կամ ուսման հետ է կապված, իրար հետ եք սովորել մի ժամանակ, նաև դժվար կյանք ունեցող աղջիկ կարող է լինել, որ մի փոքր այս պահին ծանրության մեջ է, կիսվում է ձեզ հետ այստեղ իր դժվարություններով։
Նաև այդ օր ինչ-որ մի ոլորտ է ձեզ մոտ կայանանալու, նորմալանալու, այն ոլորտը, որը կաղում էր, որը այդպես այնքան էլ նորմալ չէր, այդ ոլորտը կկայանանա, կկարգավորվի ձեզ մոտ, եւ ոմանք պատրաստվում են գնալ օտարերկիր, օտարերկրից ինչ-որ նորություն կլսեք, ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նաև ինչ-որ ճակատագրական պահեր կարող են լինել ձեզ մոտ, ինչ-որ բան է, որ ճակատագրով է ձեզ տրված, եւ այդ օրը ինչ-որ մեկին կհանդիպեք, ինչ-որ մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 10-ին։ Կիրակի անդուր օր է, հա, բոլորի համար։ Տեսնենք ով է այս կինը։ Տարբեր տարիքային սեռի ներկայացուցիչների հետ եք շփվելու այդ օրը։ Ինչ-որ կին է, որ տղաների համար ճակատագրական է սա, ճակատագրական հանդիպում է, շփում է, նաև դա կարող է լինել հեռվից, հեռվից ոչ բարեկամ է, ինչ-որ մեկն է, ում հետ որ շփվում եք, կհանդիպեք, կխոսեք, կամ իմանում եք գալիս է, կամ իր մասին ոչ նորություն կլսեք։ Ձեր ցանկություններն է կատարում, ինչ-որ մի բան է եղել եւ կատարում է, օգնում է ձեզ կամ հասնել ձեր ցանկությանը, ձեր ցանկությունները այդ կնոջ հետ տեսնել, խոսել։ Այդ օր ինչ-որ մի բանի կորուստ ունեք, տեսնենք ինչը։ Այսինչը բոլորի մոտ սա է ընկնում։ Սա գաղտնիք է բացահայտվում եւ այդ բացահայտվելը ձեզ համար ստեղծում է մանր-մունր խնդիրներ եւ կարող տրամադրություններ նաեւ գցել։ Դժվարություններ ուսման մեջ մարդը չի կարող կենտրոնանալ, որպեսզի սովորի։ Փաստաթղթերի հետ եւս, հա, ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք։ Եվ եւս հանդիպում ունեք արդեն ավելի երիտասարդ կնոջ հետ, տեսնենք ով է։ Մեզ կնոջ հետ կարող եք վիճել, ինչ օրը այդքան էլ լավ օր չէ, կարծես թե ոչ ոքի համար կարող եք վիճել, կարող է, եթե օգնեք մեկը մյուսին, ինչ-որ տարածք մաքրի, տուն մաքրի, միգուցե վերանորոգումից հետո, միգուցե մեկ այլ բան է, այդպես է, մեկը մյուսին աջակցում է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին մայիսի 10-ին։ Ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների նկատմամբ, կամ կարող է այցելեք նման տեղ, այստեղ հնարավոր է նաև բժշկական ինչ-որ պահեր են, միջամտություն է, կամ վիրահատություն է ինչ-որ մեկի համար, կամ հանում եք ձեր կյանքից ինչ-որ մեկին, ինչ-որ բան եք հանում նաև ձեր կյանքից եւ նորովի եք սկսում, հիմքից ինչ-որ մի բան եք հանում։ Այդ օրը նոր կյանքի իմաստ եք ստանում, նորովի կարող եք ապրել ավելի ուրիշ ձև, ավելի հասուն, ինչ-որ բաներ, որոնք որ իրոք ձեզ պետք չեն արդեն հանում եք ձեր կյանքից։ Դե այստեղ նաև վիրահատություն է ոմանց մոտ, ձեր կամ կարող ձեր ծնողների մոտ է։ Այդ օրը շատ լավ շրջապատում կլինեք ձեր ընկերների, ձեր լավ ընկերների, ում որ շատ եք սիրում, նաև կարող գտնվեք մի տեղ, որտեղ պետական մարդիկ կան, պետական աշխատողներ, հեղինակավոր մարդիկ։ Նաև այդ օրը Աստված ձեզ հետ է, աջակցում է ձեզ։ Եվ ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ այդ օրը, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, դա կարող է ինչ-որ մի գործողություն եք անում սուր գործիքներով ձեզ վրա, գուցե ինչ-որ մարմնի վրա կամ ինչ-որ մի տեղ, որտեղ ասես անում են։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 10-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Փոփոխություն է կամ իր մոտ է մտնում, կամ ինքը որ մտնում է ձեր կյանք, փոխում է ձեր կյանքը։ Դա նաև տեղափոխություն է, կարող է տղամարդը տեղափոխվում է ձեզ մոտ, դուք եք տեղափոխվում իր մոտ, կամ միասին եք որոշում տեղափոխվել կամ ճամփորդել նաև, ինչ-որ հեռու տեղ գնալ միասին։ Նաև կարող է իմանում եք, որ իր կինը հղի է կամ երեխա են ունենում, կամ երեխան արդեն ծնվել է։ Հետո նաև նամակագրական կապի մեջ կլինեք, չէ՞ ցուցակ եք կազմում, փաստաթղթերի հետ կապված հարցեր կունենաք։ Գիրեք եք, ցուցակ եք կազմում եւ գնում եք խանութ։ Եվ նաև դա նորություն է, որը կլսեք։ Այդ օրը նաև ունեք ժամադրություն, ոմանք սիրային ժամադրություն, ոմանք ուրախ պահեր, բարձր տրամադրություն, էներգիավլի կլինեք, անակնկալներ, նվերներ, ինչ-որ մեկի ծնունդն է եւ այցելում եք, այդպես ծրարով գումար եք պատրաստում, նվեր եք պատրաստում եւ տանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 10-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, խոչընդոտներ են ստեղծում, միգուցե աշխատանքի հետ կապված, միգուցե ձեր բարձրունքի հետ կապված, տեսնենք ովքեր են։ Ինչ-որ տղամարդ է, ով որ խորամանկություն է անում, ուշադիր եղեք, կարող է ձեր տակն է փորում, միգուցե այդ աշխատանքը իրեն է պետք։ Եվ այդ օր նաև խոչընդոտներ էլ ունեք։ Խոչընդոտները կապված է ձեր ցանկության հասնելու հետ, ինչ-որ մի բանի համար, որ դե չեք կարողանում հասնել ձեր ցանկությանը, չեք կարողանում գնալ օտար երկիր, միգուցե դա ինչ-որ խոչընդոտներ կան, կամ այնտեղ կարող է ինչ-որ մեկի մասին եք լսում, որ խոչընդոտներ ունի։ Այդ օրը նաև ոմանք այցելեն բժշկական կենտրոն, նաև սա աշխատանքում է բարձրունք, կարող է շատ պատվերներ եք գրանցում, կամ նաև դա արդեն երկուշաբթի օրվանից ոնց որ ուրիշ ձև պետք է աշխատեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 10-ին։ Օձեր կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, նաև սա իմաստություն է, դուք պետք է իմաստուն լինեք այդ օրը։ Որպեսզի կարողանաք ձեր գործերը առաջ տանեք, իսկ օձերը կարող է ձեզ հետ են պահում, որպեսզի ձեր գործերը առաջ մղեք։ Այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե տեղափոխվում եք օտար երկիր, նաև օտար երկրից ինչ-որ նորություն կլսեք, ինչ-որ մեկի մասին։ Նաև ոմանք այդ օրը կզբաղվեն իրենց առողջությամբ կամ նաև գեղեցկությամբ, նաև ծնողների հետ կանցկացնեք օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 10-ին։ Անակնկալներ, նվերներ, էմոցիաներ, ոմանց համար սա ժամադրություն է, ռոմանտիկ նաև ժամադրություն կարող է լինել ոմանց համար։ Եվ
Էմոցիոնալ կլինեք բավականին շատ, դե թե ինչ-որ նվերներ են տալիս, հա ինչ-որ պահեր են բնական է, մարդը էմոցիոնալ է լինում, նաև ժամադրության ժամանակ։ Եվ նաև ինչ-որ բան ձեզ մոտ մութ է, ինչ-որ մի բան ձեզ մոտ անհասկանալի է, այդպես ամեն ինչը չեք կարողանում ճիշտ հասկանալ, ինչ-որ բան մութ է, ինչ-որ անհասկանալի պահեր կան, ինչ-որ հարցերում։ Նաև այդ օրը նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, նոր հնարավորություններ, շրջապատված կլինեք լավ մարդկանցով, միգուցե նաև պետական իշխանության մարդկանցով, նաև դա կարող է լինել հեղինակավոր մարդիկ, նոր կյանքի իմաստ, նոր, այստեղ Աստված նաև ձեզ հետ է, պաշտպանում է ձեզ այդ յուրաքանչյուր հարցում։ Եվ դե սա նաև պաշտոն է կամ առաջ խաղացում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 10-ին։ Ոցեր կան ձեր շրջապատում, տեսնենք ովքեր են, նաև սա իմաստություն է, այստեղ կարող է ձեզ դնեն ընտրության առջև, որ ինչ-որ հարցի շուրջ ընտրություն կատարեք, նաև դա կարող է լինել իմաստուն պետք է մարդը լինի, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ ընտրի ինչ-որ պետք է իրեն այդ օրը։ Նաև ոմանք ժամադրության կգնան, անակնկալներ, նվերներ, լավ պահեր կունենաք, բարձր տրամադրություն, շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, նաև բամբասանք եք բամբասանքել լսել ձեր հասցեին այդ օրը, անհանգստություն է ինչ-որ չափով, ինչ-որ մի բանի հետ կապված կա, ներքին անհանգստություն է ընդհանրապես։ Այսքանը, և ուշադիր եղեք, կարող նաև լեզվակռիվ ունենալ, ինչ-որ մեկ հետ չհասկանաք իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 10-ին։ Կամ հասարակության մեջ եք լինելու շատ մարդկանց մեջ, կամ նաև հարսանիք է սա, առիթ է, ծնունդ է, նաև ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, ճակատագրական հանդիպում կարող եք ունենալ, ծանոթություն, նաև օտար երկրից կարող եք նորություններ լսել կամ պատրաստվում եք գնալ օրինակ ճամփորդության կամ օտար երկիր, և նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև այդ օրը, ոմանք էլ կարող է ինչ-որ դուռ են փակում, ինչ-որ բան է, որ պետք չի արդեն, անում եք, վերջացնում և այդ դուռը փակում։ Այս ոմանց համար է սա նոր հնարավորությունների դուռ է, որ պետք է բացեք և անեք այն ինչ որ դուք ուզում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 10-ին։ Փոփոխություններ են, որոնք որ մտնում են ձեր կյանք, ոմանց համար սա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, փոփոխություն այդպես գլոբալ, ամեն մեկի մոտ մի բան տեղի կունենա, նաև սա ճանապարհորդություն է, երկար ճանապարհ է, տեղափոխությունն է, դա ոմանց համար փոփոխություն այդպես կլինի։ Այստեղ նամակագրական կապի մեջ կլինեք որևէ տղայի հետ, նոր ծանոթություն կարող է լինել, նաև ցուցակ կարող եք կազմել այդ օր ինչ-որ գործերի համար, նաև նորություն լսեք, փաստաթղթեր դասավորեք, փաստաթղթերի հետ աշխատեք այդ օրը։
Գրեք ինչ-որ բաներ և հանդիպում կամ շփում կունենաք, որ այդ տղայի հետ տեսնենք ով է։ Կամ տեսնելուց կողոց ձեր տրամադրությունը գցում եք, կամ մանր խնդիրներ է ստեղծում նա ձեզ համար, ինչ-որ մեկն որ այդքան էլ հաճելի չէ կարծես թե։ Ինչ-որ տհաճ մարդ է կարծես, որ հանդիպում եք, հա խնդիրներ է ստեղծում։ Տեսնելուց իրան իրոք, որ ինչ-որ մեկի հետ եք տեսնում, գուցե դա է պատճառը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։